Նահատակվելուց 4 ամիս հետո է Իրանը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հրաժեշտ տալիս իր հոգևոր առաջնորդին, որ սպանվել էր իսրայելա-ամերիկյան հենց առաջին հարվածներից Թեհրանի իր նստավայրում։ Իրանի պատմության ընթացքում ամենամասշտաբային պետական հուղարկավորությունն է 7 օր այաթոլլայի փակ կտանեն քաղաքից քաղաք։ Կհասցնեն անգամ Իրաքի, Նաջաֆ և Քարբալա քաղաքներ, որտեղ շիայական սրբավայրեր կան, և հուլիսի 9-ին Իրանի նահատակված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կուղարկավորեն հայրենի Մաշհադ քաղաքում, որտեղ 1939-ին ծնվել էր ապագա այաթոլլան։ Ըստ իրանական լրատվամիջոցների աշխարհի 30 պետություններից պատվիրակներ են հասել Իրան Թեհրանի Մոսալա մզկիթում հոգևոր առաջնորդին հրաժեշտ տալու համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը նախհանդիպել է Իրանի նախագահի հետ։ Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանությունը ճանաչելու ֆոնին Մասուդ Փեզեշքյանը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Թել Ավիվի շարունակական ագրեսիան և ապակայունացնող գործողությունները տարածաշրջանի պետությունների դեմ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հարգանքի տուրք են մատուցել նահատակ առաջնորդի հիշատակին։ Ամենաբարձր մակարդակով Իրան պատվիրակություն է ուղարկել Տաջիկստան, Ուզբեկստանը, Վրաստանը։ Շիայական Ադրբեջանից հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Թեհրան են ժամանել Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Պակիստանը, որն ունի Իրանից հետո ամենամեծ շիայական սփյուռքը, Թեհրան է ուղարկել վարչապետ Շեհբազ Շարիֆին։ Նա Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների գլխավոր միջնորդն է։ Fox News-ի տեղեկություններով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը անձամբ է հրավիրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, սակայն Նյու Դելհին ավելի ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել Թեհրան։ Թեհրանն ընդունել է Քաթարի, Լիբանանի, Սիրիայի, Վենեսուելայի, Բելառուսի և Հյուսիսային Կորեայի պատվիրակություններին։ Նաև Համասի, Հզբոլլահի, Եմենի հութիների և Իրաքի շիայական աշխարհազորայինների ներկայացուցիչներին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները պատիվ չեն ունենա մասնակցելու, քանի որ չեն դատապարտել Իրանի դեմ դեռ փետրվարին սկսած հարձակումը։ Օրվա հիմնական ինտրիգն այն էր, արդյոք Ալի Խամենեիի որդին և նրա իրավահաջորդ 56-ամյա Մոջթաբա Խամենեին կհայտնվի հանրության առջև, որն ըստ լրատվամիջոցների վիրավորվել է, կորցրել է ոտքը, անգամ հերկված լուրեր կան, թե ողջ չէ։ Նա Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել մարտի 8-ին, բայց իրանցիները նրան դեռ չեն տեսել։ Իրանական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե անվտանգությունից ելնելով նա չի մասնակցում ՍՔՕ միջոցառումներին։ Գաներ Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։